Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Քաղաքական պատվեր ու SMS-ով հրաման, պաշտպանը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը։ 43 քրեական վարույթ, 153 անձի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն վիճակագրություն է հրապարակել։ Բրանկերների հերթական զոհը ԱՄՆ սենատորն է, նրանք ձևացրել են, թե հայ քաղաքական գործիչներ են։ Ֆուտբոլային խաղն ավարտվել է զանգվածային անկարգություններով, կա տուժած։ Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկեն պրոպանով լի 14 վագոն և պարարտանյութով լի 5 վագոն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ավելի վաղ այս ճանապարհով Հայաստան է եկել ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար, 414 տոննա անտրացիտ և 1026 տոննա պրոպան։ Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները պնդում են, թե Բաքվի ճնշումների արդյունքում Իսրայելում հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը իբր կասեցվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե արտգործնախարարությունը դեմ է արտահայտվել հնարավոր ճանաչմանը, այն անվանելով պատմական իրադարձությունների քաղաքականացում։ Իսկ Հայաստան են այցելել ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության ներկայացուցիչները, ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ ընկերության և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ուսումնասիրել են թրիփի տեղանքը, երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Վովանի և Լեքսուսի շոուն հաղորդման հերթական զոհն է դարձել ԱՄՆ սենատորը։ Բրանկերները խոսել են Մերիլենդից դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենի հետ, ձևացնելով, թե բարձրաստիճան հայ քաղաքական գործիչներ են։ Հաղորդման հեղինակները խոսել են խորհրդարանի ընտրության արդյունքի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ Երևանի հարաբերությունների ու Ռուսաստանի նկատմամբ արևմուտքի քաղաքականության մասին։ Պատժամիջոցների քաղաքականության քննարկման ժամանակ բրանկերներն ասել են, Երևանը չի հասկանում, թե ինչ կարող է Եվրամիությունն առաջարկել երկրին, եթե Ռուսաստանի հետ տնտեսական կապերը խզվեն։ Սենատորն էլ խոստովանել է, որ Հայաստանի կողմից ռուսական արտադրանք գնելուց հրաժարվելու հարցը պահանջում է լրացուցիչ քննարկում։ Դուք կախված եք Ռուսաստանից նավթի և գազի առումով, գոնե մինչև այս պահը։ Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ընթանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործի վերաբերյալ դատական նիստը։ Պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Նախագահի կողմից ընդունված որտեղի ֆակտի ճիշտ կամ սխալ լինելը քրեական դատավարական կարգով երբեք ոչ մի հանգամանքում ենթակա չի քննարկման։ Դա ուղիղ բացառվում է հենց այդ հոդվածը, որ դուք ցիտեցիք, պաշտպանավարումից առաջ, հետո։ Դա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին որպես ֆիզիկական աստղած իրավունք, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն է, որ դատախազությունը չմտնի այն դաշտ, որտեղ չպետք է մտնի։ Քննչական մարմինները չմտնեն են դաշտ, այդտեղ արդեն իրանց լիգայից բարձր լիգա է, իրանք առաջին լիգայում են խաղացած, վեշի լիգայում իրար, կա ազգային ժողով, կա սահմանադրական դասարան, եւ դա իրանց դիրույթում է։ Երբ որ վեշի լիգայից իջնում անում շատ ուծող հայր են բանում, երևան լիգայից բարձր իջնում արդեն առաջին լիգայում կարանք լրնում, բայց դա ընդեղ խաղը չի եղել, հենց դրա մասին է խնդիրը։ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի քննության ժամանակ հայտարարել է, որ մինչև այսօր չի հասկանում, թե ինչի համար են իրեն մեղադրում։ Հասկանում է, որ ներկա դատախազը չի գրել, և սա գրվել է այլ գրասենյակներում, դատախազությունը չի գրել։ Չկա այդ սիտուացիայում, որ ժամկետը պլանանում է, դու գնում ես տուն։ Եվ այդ լիազորությունները ստացվում է ոչ թե նախագահ նախագահից, աննախագահը գնում է և ստացվում է այդ լիազորությունները ազգային ժողովում։ Երկման հարավությունից հետո։ Բրիոնց դաչա չկա, ես անցած անգամ երբ որ հարցը կարճման հարցը չէ, միջնորդությունը, այդ ամեն ինչի մասին կերտարդիտ ասացին։ Գիտեք դուք որևէ հարց այդ հարցերի վերաբերյալ չեք
Քոչարյանը նաև հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված գործը քաղաքական պատվեր է, եւ եթե առաջ SMS-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում։ Երկրորդ նախագահն անդրադարձել է Փաշինյանի խոսույթին։ Որ առաջ եթե SMS-ով էին բան ուղարկում, հիմա հրապարակային խոսում են ասում, սենց դիգա։ Ես ինչ ասել եմ, սա դիգա։ Ամոչան, ինձ ոչ SMS են ուղարկում, ինչը հրապարակային խոսքով կոնկրետ չգիտեմ։ Բայց լսել եք չէ։ Լսել եմ, ձեր ասածը ես լսել եմ։ Նոր ասեմ չեմ լսել։ Ես դեր ասածը լսել, բայց ինչ կապ ունի։ Որևէ անգամ, ասեմ ինչ կապ ունի մեր։ Ասեմ ինչ կապ ունի, որովհետև ես ուրիշ քրական գործով չեմ։ Այն անգամ մենակ սա, ինձ ասում է դու պիտի լսես։ Հետո ասում է դատավորները, ով որ սենց արանում, վեպի չգիտեմ ինչ եւ այլն։ Սա վերաբերում է ինձ եւ ձեր անունը չի կրում։ Բայց կոնկրետ վերաբերում է ձեզ, որտեղ ես ուրիշ դատական ոչ կան, ստենան։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ վիճակագրություն է հրապարակել։ Փետրվարի 7-ից ազգային ժողովի հերթական ընտրության գործընթացի մեկնարկից առ այսօր կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ են հանձնել դատարան 153 անձի վերաբերյալ։ Իսկ Մայր Հայաստան կուսակցության արդեն երկրորդ անդամին են մեղադրում պետական գաղտնիք հրապարակելու համար։ Արեգնազ Մանուկյանին դատարանը որոշել է կալանավորել 2 ամսով։ Մանուկյանին տեղափոխել են Աբովյան քրեակատարողական հիմնարկ։ Մայր Հայաստան կուսակցությունն է հայտարարություն տարածել եւ շեշտել, որ դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղակի պատժի եղանակի։ Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից, խնամքի տակ ունի անչափահաս երեխա։ Սակայն Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի դիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում, ասված է կուսակցության հայտարարությունում։ Մայր Հայաստանը կոչ է անում հանրությանը քաղաքական ուժերին զգոն լինել եւ թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականապես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանն, այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի հետևից։ Միայն հասարակության եւ քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը, միայն համատեղ քայլերով է հնարավոր կանգնեցնել Հայաստանի դեպի անխուսափելի աղետ ընթացող գործընթացը։ Ուժեղ Հայաստանի անդամ Գոհար Մելոյանն էլ է անդրադարձել Արեգնազ Մանուկյանի կալանավորմանը։ Նրա կարծիքով սա իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։ Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի, հայտարարել է Մելոյանը։ Շաբաթներ առաջ նրա բնակարանը խուզարկվել էր, որից հետո Մանուկյանը չէր խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Բացի այդ, վերջինս անչափահաս երեխայի մայր է, ինչը եւս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը չկիրառելու տեսանկյունից։ Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը կալանքը հերթական հարվածն իրավական պետությանը։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին ազատ են արձակել, իսկ դրա կալանքը փոխարինել են տնային կալանքով։ Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջինատյանի դատարանի որոշումը։ Պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել է, որ Սպարտակ Ղուկասյանն արդեն ազատ է արձակվել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։ Իրանի Մաշհադ քաղաքում ամերիկա-իսրայելական ավիահարվածից զոհված գերագույն առաջնորդի Ալի Խամենեի հիշատակին նվիրված հուղարկավորության երթի ժամանակ կախահան են բարձրացրել ու այրել Դոնալդ Թրամփի լեգոյից պատրաստված ֆիգուրը։ Հիշեցնեմ, որ Ալի Խամենեի հրաժեշտի արարողությանը մասնակցել է ավելի քան 40 միլիոն մարդ։ Press TV-ի գնահատմամբ այն աշխարհում երբևէ եղած ամենամարդաշատ երթն է։ Իսկ պատերազմի հետևանքները միայն ռազմաճակատով չեն սահմանափակվել։ Հարվածների թիրախ են դարձել նաև Իրանի կրթական ու գիտական հաստատությունները։ Վնասված շենքեր, դադարեցված ուսումնական գործընթաց եւ վերականգնման աշխատանքներ։ Մեր նկարանող խումբն է եղել Իրանի ռմբակոծված համալսարաններից մեկում եւ ֆիքսել ավերածությունները։
Շահիդ Բեհեշտիի համալսարանը Իրանի ամենահեղինակավոր եւ հայտնի համալսարաններից է։ Գտնվում է Թեհրանի հյուսիսային Էվին շրջանում եւ հիմնադրվել է 1960-ական թվականներին եւ սկզբում կոչվել է ազգային համալսարան։ Այստեղ սովորում է շուրջ 18-ից 19 հազար ուսանող, ունի 19 ֆակուլտետ։ Համալսարանը միջազգային ճանաչում է ստացել, համարվում է Իրանի առաջատար բուհերից մեկը եւ ընդգրկվում է աշխարհի լավագույն համալսարանների ցանկում։ Հարյուր 50-ից ավելի ուսանող միայն այս հատվածում էին սովորում, բայց քանի որ սարքավորումներն ու նյութերը մերն են, նորից կարճ ժամանակում վերականգնելու ենք։ Ուրբաթ էր, երբ ռմբակոծեցին համալսարանը։ Ուրբաթն Իրանում ոչ աշխատանքային օր է, ինչի շնորհիվ վիրավորներ չկային։ «2026 թվականին Իրանի պատերազմի ժամանակ այս համալսարանը եւս ռմբակոծվել է, օդային հարվածների հետևանքով լուրջ վնասներ է կրել։ Համալսարանի ներկայացուցիչը մանրամասներ է հայտնել։ جایی که اصابت قرار گرفته همینجا بوده موشک به اینجا خورده Պայթյունը շատ ուժեղ էր, վնասվել են նաև կողքի շենքերը, լազերային եւ պլաստմասե իրերի ուսումնական կենտրոն է եղել։ Պատերազմի երրորդ օրն է համալսարանը ռմբակոծվել։ Ֆազել Ջահանգիրի խոսքով ուսանողների կրթություն ստանալու իրավունքը ոտնահարված է։ Նրանք նոր ուսումնական տարում այս կորպուսում սովորելու հնարավորություն չեն ունենա, մինչև նորոգելը։ این نشون میده که هدف دشمن از اصابت Թշնամին ուզում է մեր կամքի, մեր առաջընթացի վրա ազդել, բայց նրան չի հաջողվի։ Նման գործելավոճը չի ազդելու մեզ վրա։ Իրանի գիտության նախարարության տվյալով պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 30 համալսարան եւ գիտահետազոտական կենտրոններ, որոնց թվում են Շահիդ Բեհեշտիի, Շարիֆի տեխնոլոգիական եւ Իրանի գիտության ու տեխնոլոգիաների համալսարանները։ Անիա Բաղյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակում Ֆրանսիային 2-0 հաշվով Մարոկկոյի պարտությունից հետո Լոնդոնում զանգվածային անկարգություններ են սկսվել։ Փողոց դուրս եկած վրդոված երկրպագուները Մարոկկոյի դրոշներ են ծածանել, խաթարել երթևեկությունը։ Բրիտանական տելեգրաֆի փոխանցմամբ անկարգությունները զսպելու ընթացքում ոստիկաններից մեկը գլխի վնասվածք է ստացել եւ հոսպիտալացվել։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Իրանի Մաշհադ քաղաքում այս գիշեր ավարտվել է նախկին գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությունը։ Ալի Խամենեիի աճյունն ամփոփվել է Իմամ Ռեզայի դամբարանում։ Մաշհադը Խամենեիի հայրենի քաղաքն է։ Փողոցներում հավաքված մարդիկ պարզել են Իրանի ազգային դրոշները, սպանված առաջնորդի լուսանկարներն ու մենք կսպանենք Թրամփին գրության պաստառներ։ Իրանի վրա հարձակվելը հավասարազոր է մարմնից քաղցկեղը հեռացնելուն, եթե չհեռացնեք քաղցկեղը կմեռնեք, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մեկնաբանելով Միացյալ Նահանգների ավիահարվածներն Իրանին։ Ինչ վերաբերում է իրեն, ապա նա նշել է. «Ինձ դեմոնիզացնում են, ես դրան արժանի չեմ, մարդիկ ինձ չեն ճանաչում, ոչ ոք ինձ չի ճանաչում»։ Եվրամիությունն էլ պատրաստվում է քննարկել Իսրայելի անօրինական բնակավայրերից ներմուծման համար մաքսատուրքեր կիրառելու հարցը։ Մասնավորապես եվրոպական հանձնաժողովն առաջարկում է խիստ միջոցներ արևմտյան ափին իսրայելական անօրինական բնակավայրերից ներմուծումը կրճատելու համար։ Գաղտնի փաստաթուղթը հայտնվել է Պոլիտիկոյի խմբագրությունում։ Բոլորը խոսում են պատերազմի եւ զենքի մասին, ես դեռ ոչինչ չեմ լսել խաղաղության մասին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ Մարիա Զախարովան էլ Ռուսաստանում բենզինի ճգնաժամից բողոքող օտարերկրացի դիվանագետներին առաջարկել է անցնել հասարակական տրանսպորտի։ Գերմանիայի դեսպանատունը մեզ տեղեկացրեց բենզինի խնդիրների մասին եւ որ անհրաժեշտ է դադարեցնել, ինչպես նրանք են անվանում, ագրեսիվ պատերազմը։ Մենք համաձայն ենք, որ ժամանակն է Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով իրականացվող այս ագրեսիվ պատերազմը։ Մինչ այդ թող մտահոգ գերմանացի դիվանագետներն օգտվեն հասարակական տրանսպորտից, ասել է նա։ Մուհամմեդ անունը կրկին դարձել է Անգլիայում եւ Ուելսում նորածին տղաների շրջանում ամենատարածված անունը։ Սա արդեն 3-րդ տարին անընդմեջ։ Իդեպ, ինչպես հայտնել է Մեծ Բրիտանիայի վիճակագրության վարչությունը, անունների top 50-ում կան նաեւ այս անվան այլ տարբերակներ՝ Մոհամմեդ եւ Մոհամմադ։ Attention all aircraft, effective immediately, Palm Beach International Airport is officially President Donald J. Trump International Airport.
Ֆլորիդայի Palm Beach-ի միջազգային օդանավակայանը պաշտոնապես վերանվանվել է Թրամփի պատվին, հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Նյու Յորքի կենտրոնում էլ տեղադրվել է ֆուտբոլի աշխարհի գավաթի 8 մետրանոց կրկնօրինակը, որն ամբողջությամբ պատրաստված է Լեգոյի խորանարդիկներից։ Չինաստանի Հենչժոու քաղաքում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել է օձերի բուծման ֆերման, որտեղից մոտ 900 օձ է փախել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։